ինչ լավ տարիք է, որ այ հենց այն տարիքը, որի մեջ որ մենք կանք, ես եւ դու, այ հենց այդ տարիքը գնահատենք ու գտնենք Աստծուց։ Այս տարիքի մեջ Տեր ինչ ես ինձ համար պատրաստել։ Ինչ կարամ ես այս տարիքի մեջ անեմ։ Գիտես, իհարկե կարելի է աշխարհից մեր շրջապատից օրինակներ բերել։ Մարդիկ, որոնք 65 տարեկանից բարձր հասակում նոր սկսել են նոր ձեռքբերումներ ունենալ։ Բերեց նկարիչների անուններ, բերեց միլիոնատերների ու միլիարդատերների անուններ։ Հանրահայտ կիմանաք մեկը հենց KFC-ին։ Ինքը 65 տարեկանից հետո է նոր անցել իր այդ հանրահայտ գործին ու դարձել համաշխարհային մեծ բիզնեսմեն, միլիարդատեր։ Գիտես, նույնպես նայեցի ինտերնետով երիտասարդ մինչև 20 տարեկանում մարդիկ, ովքեր ունեցել են լավ ձեռքբերումներ, հաղթանակներ։ Այսօրվա մեր ինտերնետային աշխարհում Facebook-ի տերը, մյուսը, ովքեր պատանի երիտասարդ հասակից արդեն մեծ հաղթանակների են հասել։ Ամեն մի տարիք ունի իր օրհնությունը։ Ամեն մի տարիք Աստծուց տրված է, Աստվածաշունչն ասում է, սա այն օրն է, որ Տերն է ստեղծել։ Ամեն մի օրը Աստված քեզ համար է ստեղծել։ Մեր 40-օրյա աղոթքների ժամանակ ամեն առավոտ աղոթում ենք, սա այն օրն է, որ Տերն է ստեղծել, պիտի ցնծանք եւ ուրախ լինենք։ Եվ երբ որ այս տարին 2026 թվականը սկսվեց, ես նորից նույն ձև աղոթում էի, սա այն օրն է, ու իմ ներսը մեկ էլ բացվեց, ամեն օրը Աստծուց է ստեղծված եւ 365 օր իրար կողք դրված Աստծուց է ստեղծված։ Ու ասում, սա այն տարին է, որ Աստծուց է ստեղծված, պիտի ցնծանք եւ ուրախ լինենք սրանում։ Իմ ու քո ամեն մի տարիքը Աստծուց է տրված։ Իմ ու քո ամեն մի տարիների, ամեն մի դրվագ, ամեն մի կյանքի հատվածը Աստծուց է տրված։ Եվ մենք կարանք այդ ամեն մի տարիքի մեջ գտնենք մեր կոչումը սիրելիս, գտնենք մեր անելիքը եւ օրհնված լինենք։